ոչ նորմատիվ լեքսիկա, վարել ենք ու չենք օգտագործել։ Արդարացվել ենք, շարունակել ենք, ոնց գտել ենք ճիշտ։ Հիմա ես մեղադրող Ավետյանի խոսքում հասկանում եմ, որ ինքը առաջարկում է պատիժ որպես օգտագործել։ Այսինքն նստած ոնց որ խելքները գլուխները չեն հավաքում, եկեք գնանք դեպամիս հետ նստի։ Ես չեմ հասկանում իր խոսքերը, բայց ես ինչքան գիտեմ, խափանման միջոցը պատժամիջոց չի։ Այդ հանուն տպավորության մասին։ Հիմա տեսեք, կարծում եմ, որպեսզի ավելի փաստարկված ասեմ ընդհանուր, որտեղ թե միայն խափանման միջոցի հարցը չի, այս 5 ամիսները ամբողջությամբ ռեպրեսիա է, մասնավորապես, բայց ասում եմ նաև մեծամասամբ գործողությունների եւ ժամկետների վերաբերյալ բնականաբար վերաբերում է նաև Նարեկ Սամսոնյան։ Ուրեմն տեսեք, 5 ամիս առաջ, մոտավորապես նոյեմբերի 13-ին 2025 թվականին, առավոտյան ժամը 7-ին իմ տուն են ներխուժում ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները զինված դիմակներով ահաբեկում են ընտանիքիս անդամներին, տարեց մորս, կնոջս, ինձ հարվածում գցում են գետնին, նկարում են դա ինչ-որ ռեժիսորական հմտություններով, ես էլ ոչ դիմադրում բնականաբար ոչ բան, ոնց է 7 դեպք կինոթատրոնում լինեն, որ թափա տալիս, բայց իմաստ չկա, մոտավորապես այդպես վիճակում։ Տանում են քնչական ինչ-որ տենց կոշտ ձևերով, տենց դեմոնստրատիվ նկարում են այդ ամենը։ Հետո տանում են դատարան, դատարանում քննիչը արձանագրված է, ենթադրում եմ, որևէ տենց հիմնավորում էլ ասողը չի բերում, դե տարեք 2 ամիս նստացրեք։ Դատավորն էլ իդեպ նույն դատավորը, որը տվել էր անխոզարկության թույլատվություն, ես պոդկասթի ժամանակ վիրավորել եմ վարչապետին եւ մյուսին Ալեն Սիմոնյանին։ Ինչ խոզարկում էր տաների, ակնհայտ չէ որ դժվար է դուրը բացեն, մի քանի հատ քֆուր լսվի, իրանք արձանագրեն քֆուրը դառնա իրեն ապացույց։ Որոշումը չեն վիճա։ Չէ, ես ուզում դուք պատկերացեք ինչի մեջ որում ես ասում ես 5 ամիս էլի, ու առաջ օրվանից սկսած։ Խոզարկում են ապնո վրա են անում, ու բնական չէ դրա պատճառը բան չէ, ակին ինչ դիտեն, երկու DVD կինո են ինչ-որ վերցնում, մի հատ ֆլեշ կա, որի վրա երկու կուրսային է սահմանացել, դրանով ծնվում է, բայց տակնու վրա են անում, տունը այդ մասկետով կանոնած զենքերով բանական, հետո արգրավում են կնոջս հեռախոսը, համակարգիչը, իմ հեռախոսը, չգիտեմ ինչ են տալի, DVR-ը մեր տան բան, աբսուրդ է, մի հատ իրավիճակում ենք հայտնվում, գալիս ենք դատարան, տեսնենք նույն դատավորն է, որը տվել է այդ խոզարկության այդ ֆանտաստիկ որոշումը, ու ուրեմն դատավորը բնականաբար տենց են այդտեղ բաներ չկա խոսել, ու քննիչները ասում են նստեցնենք, ասում են նստեցնենք, դեռ ձեր եք տալիս, բայց ես դնում եմ նստում։ Հիմա մենք դիմում ենք խնդրում եմ էլի, երբ որ մեղադրելը ասում է դատավորի որոշումն անվանում է ֆանտաստիկ որոշում։ Դա ասում է քննիչները ասին նստեցնենք, դատավորը բանջարեց, քննիչը ասացող նստեցրեց։ Ես խնդրում եմ վերջապես մեղադրյալ Սարաթելյանին, քանի որ ես չեմ կարող ի պաշտպան եմ, խնդրում եմ դուք բացատրեք, որ չի կարելի դատավորների, քննիչների մասին ասում ֆանտաստիկ որոշում, քննիչը ասեց դատավորը արեց, այդ լեքսիկոն է։ Ներողություն, ես ասեք, ինչ ասեց դատավորը արեց։ Ինձ վերագրում է բարեր, որոնք իմը չեն։ Ես չեմ ասեք, որ ես դուր գտա, ով ասեց, որ չի կարող ասել ֆանտաստիկ։ Ով ասեց, որ չի կարող ասել։ Իսկ ինչ նոր կանոններ են։ Պատմաժն դա ես չեմ վերջացել։ Ես որովհետև դատան եմ որոշում կայացել, ինչ չեք վերջացել։ Ձեր հարցադահ։ Ես դատան եմ չեք ասում։ Հավատացած չէ ստախեն նստել։ Որտեղ ընդհանրապես պաշտպանել են, Ինչ դուք եք ասեք ընդհանրապես ոչ շահանակ։ Դա դիպալ պետք չի վերացել։ Ձևակերպությունը համարվել է ճակատել։ Ողջույն, մենք նույնիսկ վերադյալը դեմոկրատիկ պարտականություն է, դա չի շնորհում։ Մենք հասկանում ենք, որ ձեր հիմա խոսքը ասեց, դա այդպես ասած։ Պատմաժն խոսքը ասեցին, ինչ խնդիր է։ Սա խնդիրն է, ամբողջ խնդիրն է պատմաժն դատարան, որ դուք ասում եք, ախր դուք կողմեն ասեք, էլի, որ խոսքը ասեց։ Խոսքը ասելով չի, խնդրում եմ, որպեսզի մեղադրողները հասկանան այդ խոսքը ասելու պատասխանատվությունը վերջապես։ Ներողություն, ֆանտաստիկ խոսքի համար ես ինչ պարտավորություն պիտի բերեմ, գնամ քեզ տարի նստեմ այդ բառի համար, ոնց է, դուք ֆանտաստիկ բառի իմաստը գիտեք որ դա։ Որոշում ասեք, երկրորդյան մի վերա։ Ես իմ դիրքորոշումը որ ֆանտաստիկ որոշում է հայրենիքի համատեքստում խոզարկել մեր տունը հավելյալ հայրենիքներ գտնելու համատեքստում։ Ես գտնում եմ դա իրականությունն է դեռու ինչ որ ոչ էս իրականությունից վերցրական, որը բնութագրում եմ իբրև ֆանտաստիկ։ Հիմա ուրեմն մենք բողոքարկում ենք թե ես թե Նարեկ Սամսոնյանը, մեր պաշտպանները բողոքարկում են վերականգնիչ դատարան, լրիվ պատահական թե իմ այն դատավոր, որը իմ գործին էր, ում
տեսածերին գործը թե Նարեկ Սամսոնյանին է, երկուսն էլ ծանրաբեռնվածության պատճառով հետաձգում են մեկը 10 ու մեկը 8 օր, ինչը հնարավորություն են ձեռում քննիչների մուտքագրել գործը դատարան եւ այս ճանապարհով ես չգիտեմ որ օրենք այդպեսին է, բայց բարձր այդպեսին է, որ վերաքննիչ դատարանը այդ ճանապարհով դուրս հանում պրոցեսից եւ ուղղակի գալիս է դիրքորոշում։ Իդեպ Նարեկ Սամսոնյանի մասին տվել էր դիրքորոշում, որ սխալ է ունեցել, իրավաչափ չէ։ Գալանքը ինչը հետագա ամեն դեպքում ունեցավ իր ազդեցությունը առաջին խափանման ուրեմն միջոցը քննարկելու ժամանակ, թեպետ հետո արդեն ունեցավ։ Հիմա տեսեք, ուրեմն այս բանը ինչ ունի, տեսեք, 2 տարի առաջ այս նույն դատարանում Մասիվում Մեղադրող Ավետյանը պնդում է, որ եթե ես Նարեկ Սամսոնյանը, եկեք ես ասեմ, ես ընդունենք, որ Նարեկ Սամսոնյանը մեծամասամբ նկատի ունի։ Ուրեմն ես լինելով ազատության մեջ կամ չլինելով առնվազն բանտում, կալանքի մեջ, կանխագուշակում եմ, որ ես անպայման կրկնահանցանք եմ անելու մեծագույն հավանականությամբ, փախչելու եմ երկրից եւ մի քանի ուսերի ինչ-որ բաներ, հիմնական հետևոցներ, եթե չեմ սխալվում, հա։ Դատարանը վստահեց ավելի շատ մեր այն դիրքորոշմանը, որ մենք դա չենք անի, եթե դատարանը այս պարտադիր չաներ, հա, սահմանափակում են մտցնի, եւ հաստատի ստացվեց, որ Մեղադրող Ավետյանը սխալվում է իր կանխագուշակման մեջ։ Մենք գտնվելով ազատության մեջ 8 ամիս, կամ ավելի գուցե շիրը, որևիցե անգամ չենք խախտել այն սահմանափակումները, որը դրել է դատարանը։ 3 ամիս առաջ այս նույն դատարանում Մեղադրող Ավետյանը պնդում էր, որ ես եւ Նարեկ Սամսոնյանը չլինելով կալանքի մեջ մեծագույն հավանականությամբ այն անպայման կրկնահանցանք ենք անելու փախչել եւ այսպես շարունակ։ Նարեկ Սամսոնյանը 1.5 ամիս գտնվել է տնային կալանքում։ Շուրջ 10 օր է գտնվում է վարչական հսկողության դեպքով։ Ինչը փաստում է, որ Մեղադրող Ավետյանը երկրորդ անգամ սխալվեց իր կանխագուշակումների մեջ։ Հիմա Մեղադրող Ավետյանը պնդում է, իր կանխագուշակումը, կանխատեսումը, որ եթե ես այսօր դրի չվերադառնամ Արմավիրի քրեական հիմնարկ, ես մեծագույն հավանականությամբ խախտելու եմ, չգիտեմ ինչ անելու։ Ես ես հավաստիացնում եմ, որ Մեղադրող Ավետյանը այսօր սխալվում է 3-րդ անգամ։ Եթե դուք բավարարել եք միջնորդությունը, մենք 3 ամիս հետո կգանք ու արդեն դա կլինի փաստ։ Այդքան բան, շնորհակալություն։